if you don't do it right away, these bumper whistles. Is everybody ready? Այս փռված հորիզոնի համար գժվել կարելի է, խելագարվել կարելի է, ցնորվել կարելի է։ Ենոքավանի առավոտները քեզ հիշեցնում են սառը ցող, իսկ երեկոները հակառակը։ Մենք ձեզ ողջունում ենք սիրելի հեռուստադիտող ու հետևորդ Տավուշի մարզի Ենոքավան գյուղից։ Այստեղ ինֆրաստրուկտուրան ոնց որ անձրևից հետո սնկ աճը, ամենտեղ տեսնում ես նոր հյուրանոցներ, ամենտեղ տեսնում ես նոր հյուրատներ, գաստրոբակեր, ինչը շատ լավ է։ Այսօր գիշերելու ենք Բերկրի հյուրանոցում։ Անունը այնքան հոգեհարազատ է, հիշեք Արևմտյան Հայաստանը։ Առաջարկում եմ տեղավորվել մեր հյուրանոցում ու սկսել մեր ճանապարհորդական երթուղին։ Օպա։ Ներսում անտառի հոտ ու հայկական հողի ջերմություն։ Այս փայտային ինտերիերը սրտովս է։ Դավիթ ջան, ողջույն։ Ողջույն։ Ոնց եք։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ։ Մենք ձեզ մոտ 2 սենյակ ենք ամրագրել։ Շատ լավ, գիտեմ, ուրախ եմ, որ ունեցաք մեր մոտ։ Այլ փոստի հասցե հեռախոսի համար անուն ազգանուն։ Վերջ։ Այստեղ ստորագրություն։ Հա։ Լսի վաղուց ստորագրություն չէի տվել։ Մերսի։ Սիրում եմ անբոքսինգ անել նոր հյուրանոցում նոր սենյակ եւ իմ անբոքսինգյան թիրախը 207։ Լսի, անկեղծ անամ ու ասեմ, այս հանգստությանը, այս խաղաղությանը, այս կոմֆորտին էի ձգտում ամբողջ ճանապարհի ընթացքում։ Իմ սենյակը բաղկացած է 2 հարկերից, առաջին հարկ ու սանդուղքներով, փայտաշեն երկրորդ հարկ։ Վաու։ Փաստորեն կարաս պարկես ու երկնքին նայես, աստղերը հաշվես։ Այ։ Դզեց։ Արև եկ, զիզի քարին վեր եկ։ Ենոքավանցիներ, այս իմ սենյակն է, Բերկրիում, որն ունի օդափոխման համակարգ։ Չգիտեմ, ինձ դուր է գալիս։ Երկրորդ հարկը այն որ սրտովս է։ Կարող եմ գիշերել այստեղ, աղջակալները կկպցնեմ իրար, կամ այստեղ երկտեղանոց մեծ մահճակալ, թագավորական սայզեր, 6 բարձ մի հոգուն, ըստ ձեզ շատ է, չէ, լավ է, որովհետև ես սիրում եմ պարքեմ ու բարձերի մեջ խորտակվեմ, մաքրությունը այն որ իդեալական, սենյակում ծխելը խստիվ արգելվում է, այլապես կտուգանվեք 50,000 դրամով, հլը տեսեք տարածքը ինչ ռացիոնալ են օգտագործել, հիմա կհարցնեք իսկ ուր է զգեստապահարանը, կախիչներ, կրկին փայտից ու ասեմ, որ մեր զգեստապահարանն էլ է բացօթյա։ Փոքրիկ լրագրասեղան, աշխատասեղան, փափուկ կահույք, ինչպես նաև սուրճի անկյուն։ Արա դե հարգում եմ էլի այն բոլոր հորեկաներին, ովքեր օգտվում են պապիրոսից, որովհետև այս ճոխությամբ սենյակին սազում է դելյուքս կատեգորիայի պապիրոս։ Հələ դուք փափկությանը ուշադրություն դարձրեք, այս զարդա նախշերին ուշադրություն դարձրեք, շերտերին ուշադրություն դարձրեք, այն ռուսը ոնց է ասում, это вам не խուխրի-մուխրի, այս պապիրուսը, որակը նրանց խոստումն է։ Այս էլ իմ պանորամային պատշգամբը, բայց ուզում եմ տենց ոնց որ ֆիլմային անեմ, եկեք սենց անենք։ Երաժշտություն։ Welcome։
Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր դեռ չեն հավատում սիրուն առաջին հայացքից։ Լսի, ոնց կարելի է դուրս գալ այս պատշգամբ, տեսնել այս սեր ու սերեր տեսարանները ու չսիրահարվել առաջին հայացքից։ Չսիրահարվել այս խորությանը, այս պեյզաժներին, ոնց որ պլազմա լինի, լուրջ եմ ասում։ Հələ այս ամպերի խաղը տես, տաքացնող արևս գա։ Now the love of money took many a man down the path to greed and vice. The rewards in heaven if you wait that long, but baby, I ain't that nice. Հայելի ինձ ասա, ով է աշխարհիս երեսին ամենա հայրենասեր հաղորդավարը։ Դե իհարկե ես գրողը տանի։ Հիմա տեսեք, որքան էլ բացական չեմ, բղավեմ, զարմանքի խոսքեր ասեմ, միևնույնն է չեմ կարողանա արտահայտեմ զգացածս, որովհետև այն ինչ տալիս է այս սանհանգույցը խոսքերով բնութագրելն անհնար է։ Այս լոգաթասը, չգիտեմ, մաշտոցը նման բառ հայտնագործել էր թե ոչ, բայց ինձ թվում է ես լինելու եմ առաջինը։ Եվ այս բացվող տեսարանը ստիպելու է, որպեսզի դու շուտ վերադառնաս ճանապարհորդությունից, որպեսզի քո տեղը զբաղեցնես այս լոգաթասում։ Այսպես։ Ինչ վերաբերում է սանտեխնիկային, անթերի է, թարմ է, նոր է եւ իմ սրտով է։ Առաջարկում եմ սկսել մեր ճանապարհորդական երթուղին Տավուշ աշխարհում, բայց շուտ վերադառնալ, որպեսզի վայելել սենյակը իր հարմարություններով։ Գնացինք։ Կարճ ժամանակով եմ ձեզ հրաժեշտ տալիս։ Տավուշի հեքիաթը այսքան մոտ, այսքան ափերիտ մեջ, այսքան շոշափելի, չգիտեմ, տեսել էի, բայց այս աստիճան չէ։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի տուրիստներ, սիրելի հետևորդներ, սովորաբար դուք տեսնում եք կտավը, նկարը նկատի ունեմ, ու մոտավոր պատկերացում կազմում նկարչի մասին։ Թվարկեմ, Միքելանջելո, Այվազովսկի, դեմ արդեմ չեք տեսել, չեք ճանաչում, բայց պատկերացում կազմում եք, ինչպիսի բնավորություն ունի այդ ստեղծագործողը, ինչպիսի մարդ է, ինչ խառնվածքի տեր է։ Հիմա տեսեք, այս կտավը, անձեռակերտը, հասկանում եք, երբ ասում ես աստվածային, երբ ասում ես բիբլիական, այդ այնքան որ խոսքեր չեն, այդ այս վրձնահարված 4 դեն քիչա, 40 դե պատկերն է, ինչը ստեղծել է Արարիչը, մեծաշնոր, անպատմելի ուժ ունեցող, գերբնական այս տարբերակում գործածելի է, ես ճանապարհին մտածում եմ, ասում եմ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ, որ դու հնարավորություն ես ընձեռել ինձ որպես մեդիադեմք, որպես սովորական մահկանացու, Լեռնահայաստանի համար խելագարվող մարդ, որ ես տեսնում եմ իմ աչքերով։ Գիտեք, պատկերներ են, որոնք չեն կրկնվում։ Around Տավուշի ստեղծագործական կազմը մեզ պարբերաբար նենց տեղեր է բերում, որ մեր բերանը սենց բաց է մնում։ Չես կշտանում, համից չես կշտանում։ Մեր հայրենիքը համ ու հոտ ունի։ Անընդհատ ուզում ես տեսնես, անընդհատ ուզում ես համ տեսես, անընդհատ ուզում ես
հոտ քաշես, նույնիսկ այս կանաչը, հա։ Խորը աշունը, համարյա ձմեռնա, դուրը թակում, բայց այն կանաչի հոտը դեռ կա մեր սարերում։ Հասկանում եք, երբ ասում ես աստվածային, երբ ասում ես բիբլիական, այդ այնքան որ խոսքեր չեն, այդ այս վրձնահարված 4 դեմ քիչը, 40 դե պատկերն է։ 40 դե պատկերն է։ Ու մենք հիմա խոսում ենք բացարձակ գեղեցկության մասին, մեր Հայաստանի բարձունքների մասին, մեր Հայաստանի կանաչների մասին, մեր Հայաստանի անտառների մասին եւ ամեն մի զգացածդ արտացոլվում է քո ուղեղում։ Միտքդ պայծառանում է, սկսում ես ավելի գեղարվեստական մաստած խոսքիդ։ Մանավանդ երբ այս ամենը լրացնում են տիեզերական կադրերը, արտացոլելով նույն գույնը, նույն մաքրությունը, էմոցիաները կրկնապատկվում են։ Սենց մի հատ ժայթքում աներսդ ամեն ինչ ու ասում ես լավ, նյուժելի ես այս երկրի բնակիչ եմ, այո դու հայ ես և այս Հայաստանը քոնն է ու դու հնարավորություն ունես, ուղղակի չես օգտագործում այդ ռեսուրսը, հասկանում ես, հնարավորություն ունես ամեն ուրբաթ շաբաթ կիրակի կամ աշխատանքային օր, եթե աշխատանքային գրաֆիկդ ներում է, դուրս գաս, նստես մեքենադ, վերցնես մթերք ընտանիքիդ անդամներին ու զարմանաս։ Հարսնակար լեռը բացառություն չէ։ Տեսեք ինչ բյութի չա, տեսեք ինչ կախարդի չա, իր բարձրությամբ, իր խորությամբ, իր լանդշաֆտներով, գույներով, ես չգիտեմ, քիչ-քիչ դառնում եմ պոետ։ Ես կարծում եմ, որ իմաստ չունի մոտենալ այս սիմֆոնիային, այս նվագարանին, որովհետև ինքը հերվից է գեղեցիկ։ Իրա այս վայրի գեղեցկությամբ, իրա այս համալիր կազմվածքով։ Իսկ ինչ կապված է անվան հետ, շրջանառվում են մի քանի վարկածներ, ես ընտրել եմ դրանցից երկուսը, որովհետև դրանք են ավելի մոտ իրականությանը, իրականություն չասեմ, պատմությանը։ Առաջինը կապված է անպատասխան սիրո հետ, երկրորդը կապված է պատասխան սիրո, բայց վայ այդ պատասխանին, ոնց են հասել դրանց սիրող սրտերը։ Ուրեմն աղջիկը եկել է այս բարձունքները և քարացել է, որովհետև չի կարողացել հասնել իր սիրուն։ Այդ ինչ վերաբերում է առաջին վարկածին։ Երկրորդ վարկածը, ուրեմն ծնողները դեմ են եղել, կամ աղջկա կողմը, կամ տղայի կողմը, պատմությունը խճճված է, այդպես էլ չհասկացա, բայց ծնողների անհամաձայնության պատճառով գալիս են այստեղ և կան քարանձավներ հարսնակարում։ Բնակվել են այնտեղ մի քանի օր, շաբաթներ, ամիսներ, մինչև ծնողները հասկացել են, որ այս մարդիկ սիրում են իրար, ինչու խանգարենք, և կրկին վերադարձել են, մեծ շուքով հարսանիք են տոնել, այդտեղից էլ անվանումը հարսնակար։ Որոշել էի մոտ չգնայի, բայց այս կածանը, այն որ շատ հեքիաթային է, ես ինձ չեմ ների, եթե չճեմբեմ։ Ես չգիտեմ երկրորդ անգամ հնարավորություն կընձեռվի այստեղ գալու թե ոչ։ Այս ինչ ձոր է։ Քրծ է, քրծ։ Լսի ձայնս էլ արձագանքում։ Օ։ Հա։ Դզեց։ Ինչ սիրուն է։ Գժվելու աստիճան։ Խելագարվելու։ Այ հիմա գիտես ինչ անցավ մտքովս։ Վերջն։ Ինձ թվում է ինձ հետ համակարծիք կլնես, մոս։ Մարդը ծնվել է
բնության գրքում։ Ու բնության հետ շնչում է հավասար։ Սա նշանակում է, որ իր էմոցիաները մարդու տալիս է բնությունը։ Ծառ, խոտ, թուփ, տերևների խաշամ, բարձունքներ ու այդ բնությունը մարդուն դարձնում է ուժեղ։ Այդ բնությունը մարդուն դարձնում է նաև թույլ, զգացմունքային, էմոցիոնալ։ Ես ուզում եմ, որպեսզի մեր հեռուստադիտողների ստվար զանգվածը միշտ առնչվի բնության հետ։ То есть այդ կապը մարդ-բնություն միշտ լինի, որովհետև դրանից միայն եւ միայն բարություն է գալիս, խաղաղություն է գալիս ու պայծառություն է գալիս։ Ես բավարարված եմ մեր բացահայտումով, հուսով եմ, որ զարմանքս հաջորդիվ կկրկնապատկվի, կքառապատկվի, ինչու եմ սա ասում, որովհետև մեր յուրաքանչյուր հաղորդում ինքը սանդուղք է, այսինքն պետք է լինի սկիզբ, ընթացք, զարգացում, կուլմինացիա։ Այդ կուլմինացիան գիտեմ վաղ ինչա լինելու, այդ գիտեմ վաղ ինչա լինելու, բայց այսօրվա շարունակությունը դեռ չգիտեմ։ Նենց որ հաճելի դիտում բոլորիդ։ Ու մենք մեր ճանապարհը շարունակեցինք, եկանք, հասանք մեր թվով երկրորդ զբոսաշրջային տեղանքը, ինչը նորություն եւ թարմություն կլինի ձեր տավուշ այցելության ժամանակ։ Հուսով եմ, որ մենք կլինենք առաջիններից մեկը, ով կցուցադրի այս տեղանքը։ Սովորաբար մենք մեր հաղորդման գործընկեր Rio Grande-ի սուրճերը օգտագործել ենք վաղ առավոտյան Նախաճաշի տեսարանը նկարահանելու ժամանակ, երբ եկանք այստեղ, հասկացանք why not, բնության գրկում իսկը տեղն է եւ լիցքավորվելը հաստատ չի խանգարի։ Արաբիկայի միքս է, այսինքն փունջ կփորձենք։ Այս զիփականը սիրում եմ, սուրճի հոտը պահում եւ պահպանում է շատ երկար ժամանակ, բայց բացելուց դժվարացնում է գործը։ Ջազվե։ Տենչում եմ պալ-թոց։ 1, 2, աու։ Երած։ Ուֆ։ Բռնեցի։ Ինչ սիրառատ ու սիրաշատ սուրճ է, սեր եմ ասել է, սեր։ Так, տնական գաթա, Rio Grande, հիանալի համադրություն։ Դուք չեք պատկերացնի, ինչ կարոտ էի մնացել մի կաթիլ լեռնային սառնությանն ու թարմությանը։ Գիտեք, քաղաքում երկար տարիներ ապրելով մենք այդ դուռը կողպել ենք բնությանը ել ավելի մոտ լինելու։ Այստեղ ինքդ քո հետ ես։ Դու այստեղ քո մտքերի հետ ես։ Գիտեք, բնությունը ունի լեզու, բայց շատ հաճախ այդ լեզուն մարդկանց համար անհասկանալի է։ Երբ կարողանաս բնությանը խառնվել, նման օրինակ միջավայրերում, մտքերն էլ կգան, լեզուն էլ կհասկանաս, տեսարաններն էլ կվայելես։ Այս ես չեմ գնում, այս ոտքերս են ինձ տանում դեպի այս տեսարանները։ Այ քեզ գոճասար։ Հեսի վերջն է։ Ես հիմա ուղղակի ուզում եմ վայելեմ սուրճը, մնամ իմ մտքերի հետ։ Մի քանի վայրկյանից կհանդիպենք, անջատի տեսախցիկ։
Ավարտեցինք սուրճը, վայելեցի, իսկապես էլ վայելեցի, որովհետև բնության գրկում այդ ուրիշ զգացողությունները։ Չմոռանաք իդեպ միանգամյա օգտագործման բաժակները ձեզնից հետո հավաքեք, եթե կլինեն մարդիկ, ովքեր կհետևեն իմ օրինակին։ Հիմա ուզում եմ խոսել հետևյալի մասին։ Մարդը շատ հաճախ, երբ չի շփվում, կոնտակտի մեջ չի մտնում բնության հետ, դառնում է ավելի եսակենտրոն, եսապաշտ ու մեկ մոռանում է, որ ինքը այս բնության ախր մի մասն է։ Սկսում է մտածել այն մասին, թե ինչ տիպի վնաս կարելի է հասցնել բնությանը։ Ծառահատման տեսքով, աղտոտելու տեսքով, բնությունը այդ ժամանակ լռում է, համեստորեն։ Բայց երբ բանը հասնում է նրան, որ պետքա զգացնել տա նրա մասին, որ ինքը ավելի վեր է, քան սովորական մահկանացուն կամ սովորական մահկանացուն մի մաս է կազմում այդ բնության, արդեն գործի է դնում իր հնարքները։ Երկրաշարժերի տեսքով, ցնցումների տեսքով, առատ անձրևների տեսքով, քամիների տեսքով, այդտեղ իր ուժը ցույց է տալիս։ Հայաստանը սեր է, Հայաստանի բնությունն է սեր, Հայաստանի այս տեսարաններն են սեր, կարճ ասած սեր ու սերեր յուրաքանչյուր կադրում։ Կոճասարից կամ Գոճասարից իջանք մեր ռիզորտ եւ ահա այսպիսի տաքություն է մեզ դիմավորում։ Ասեմ, որ յուրաքանչյուր ունեք այս հնարավորությունը, որովհետև վճարելով սենյակի գումարը, դրա մեջ մտնում է նաև թեյախմություն, ինչպես նաև խարույկ երեկոյան։ Ասա, որ ինչ-որ բան է պակասում։ Երկենք, հա? Ի սկզբանե ասեմ, որ նվագել չգիտեմ ու այս ուղակի ատրիբուտիկա է, նենց որ խիստ չդատեք, բոլորիդ մաղթում եմ բարի գիշեր ու անուշ երազներ։ Կհանդիպենք վաղը առավոտյան, իմ լավ ընկերներ։ Հին ընկերի բարի ընկեր, արդյոք ում ես ինձ թողել։ Հին ընկերի մանգին ընկեր, արդյոք նույնն ես մնացել։ Քեզ իմ չի ստացվում։ Նստի գանա շտվնա։ Իմ խաղաղ երեկոնը հիմա, մեղման ու շութեթև ու անգին, բարեր հորինում է էլի։ Քեզ երբեք սիրտս չի մոռանա, ճիշտ է, չէ՞։ Իմ անգին, իմ անուշ թանկագին, տարիներ կսահեն, կմեռնեն երազները բոլոր, են տրամադրություն հաղորդող հեղուկը բերեք, բերեք, վերը։ Որս մեզ բոլոր Չէ, եթե անկեղծ չէի պատկերացնում ընդհանրապես ինձ այս կերպարում։ բերեցին հեղուկը։ Բերեցին իմ տրամադրություն հաղորդող հեղուկը։ Այս մեր թեյն է, դզեց։ Ու տնական գաթա։ Դուք էլ եք մեր հետ մնալու։ Ամուսնացած եք։ Բաժանված եք։ Ոնց է ձեր ամուսնու Սարո։ Չէ, ուրիշ բան ասես, մարդը բաժանված է։ Հա, ուրիշ մարդ ասեմ, աբո ասեմ։ Ու գնաց, քեզ պես սիրուն ես, հա, անգին յարուն ես, ենոք հավանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդուն ես։ Եկեք ավելի լավ է տաքանանք, ահա, ու վայելենք ես ջերմությունը, տակ մահճակալ մտնելուց առաջ։
Բարի լույս, բարի առավոտ։ Երեք այնքան հագեցած էմոցիոնալ օր էր, որ շատ լավ եմ քնել։ Ու այսօր արթնացել եմ այս կարգի տեսարաններով։ Սառնավառ արևի ճառագայթներ, որ համ սառնա, համ էլ տաքա։ Այս տեսարանին հաջորդում է միաձուլվում է, սինթեզվում է մեր նախաճաշի սեղանը, որովհետև մթերքը գյուղական է, այս հողից, առաջին ձեռքից ու ամենակարևորը տնական։ Սովորաբար շատ տուրիստներ ներսում են նախաճաշում, ես նախընտրեցի դրսում, որ հանկարծ բաց չթողնեմ այս տերևաթափը ու այս մեղմիկ հովիկն ու զովիկը։ Շատ հյուրերի արկայության դեպքում շվեդական սեղան է դրվում ներսում, բայց քանի որ բախտի բերմամբ կամ պատահմամբ մեզ հետ բնակվում են եւս մի քանի ընտանիքներ, Բերկրիում անհատական նախաճաշ է։ Ձեր վճարած սենյակի գումարի մեջ մտնում է նախաճաշը։ Այս սենց առատությամբ։ Սնվենք, բարի առավոտ։ Ջան, այ այս առավոտը, այ այս հասկանում եմ։ Նախաճաշեցինք ու մեր հյուրանոցից շարժվում ենք դեպի Բերդ համայնք, մի քանի հետաքրքիր տուրիստական վայրեր ձեզ ցուցադրելու։ Ու ուզում եմ խոսել ճանապարհներից։ Իդեալական ասֆալտապատ է եւ ամենագնացով եւ սեդանով կարող եք հանգիստ երթևեկել։ Մեր ճանապարհները անխոչնդոտ իրականություն ենք դարձնում մեր հաղորդման գործընկեր Թում Օիլի հետ համատեղ։ Ինչ վերաբերում է լավ վառելիքին, իմ հորդորն է՝ օգտագործեք։ Արդեն Բերդ համայնք, որ մտնում ես, քեզ դիմավորում է այս կամուրջը, պատմական, միաթռիչք, քարերի որոշակի հատված մնացել է, որոշակի հատված փուլ է եկել։ Հուսով եմ, որ կռեստավրացնեն, բայց կարևորն ինչ է։ Կամուրջին ձեռք չեն տալու, այս հատվածը ոնց հասկացաք ասֆալտապատ չի, նոր կամուրջ է լինելու, թեքությամբ արդեն շինարարական աշխատանքները ընթանում են եւ Իջևանը միանում է ոնց որ Բերդ համայնքին։ Ինչ վերաբերում է տարեթվերին 1918-20 թվականներին է կառուցվել կամուրջը։ Լուրեր են պտտվում, որ այս կամուրջը կառուցել են գերմանացիները, բայց այդ սին փուչ լուրեր են։ Կամուրջը կառուցել են հայ ճարտարապետները, որովհետև քարն էլ է հայկական, անունն էլ է հայկական, աղսի կամուրջ կամ քարակամուրջ։ Ու երբ կամրջեք ու կանգ առնեք, որպեսզի զմայլվեք այս կամրջի գեղեցկությամբ, առաջարկում եմ անպայման ուշադրություն դարձնել այս բազրիկ ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ։ Ամբողջական քարերը վերցրել են, սկսել են աշխատել վրան, տաշել ու ստացել են այս կիսալուսնաձև տեսքը։ Ներքևից ոնց է։ Մեջից երկրորդ եսն ասում է իջի ու տես։ Օվալարի ոչ դալարի։ Մինչ կհասնեմ նշանակետ, ուզում եմ խոսել տարածքի ինֆրաստրուկտուրայից։ Մարդիկ գալիս են այստեղ, պարտադիր չի Տավուշի մարզից, այլ մարզերից նույնպես, ու գետի ափին վայելում են իրենց հանգիստը, չնայած որ ներկա պահին էլի սեզոն է, արևը ջերմացնում է, տարածքն էլ մի քիչ միստիկ հեքիաթային տեսք է ստացել։ Ահա եւ իմ ընտրած ռակուրսը այս հատվածից գեղեցիկ երևում է այդ թռիչքը ու ես ձեզ ասեմ բաժանարար տարածությունը բավականին մեծ է։ Մոտավորապես 15-ից 18 մետր։ Համենայն դեպս մենք կարևորում ենք ու առաջարկում ենք մեր բազմահազար հետևորդներին ու հեռուստադիտողներին նույնպես կարևորեն իրենց ճանապարհորդական ուղղության մեջ մտցնելով պատմամշակութային տեսարժան վայրերը, կամուրջներ, բերդեր, մատուռներ, դամբարանադաշտեր, որպիսի ամբողջական լինի պատկերացումը Հայաստանի Հանրապետության մասին եւ դուք էլ ձեր ճանապարհորդությունից բավականություն ստանաք։
ու մենք հասանք, հավատս չի գալիս, նեղլիկ արահետներ, կածաններ, ճանապարհին թաղվել, ցեխերի մեջ, բայց երկու մեքենայով էինք, հնարավորություն կար օգնության ձեռք մեկնել, ինչ եմ ուզում ասել, ճանապարհն էլ էր հետաքրքիր, այդ ծառերի ձայների մեջ կային մոռացված աղոթքներ, մոռացված անուններ, պատմություններ, իսկ այս քարերի մեջ լիքն են մարդկային ճակատագրերը։ Անտառածածկ լանջերի փեշին թաքնված է Շխմուրատի վանքը։ Թվագրվում է 12-ից 13-րդ դարեր։ Տեսեք, երբ քայլ առ քայլ մոտենում ես վանական համալիրին, քեզ դիմավորում է, ոնց ասեմ, անսպասելի։ Կեսը քար, կեսը մոշուտներ, կեսը ճյուղեր, ոնց որ այդ ամենը սենց խմորվել է ու դարձել է մի զանգված։ Ասեք, անսպասելի դիմավորում է։ Մեզ ունենք ինֆորմացիոն ստենդ, Շխմուրատ վանական համալիր թվագրվում է 12-ից 13-րդ դարեր, տարածքը հանդիսանում է պատմության եւ մշակույթի հուշարձան, պահպանվում է պետության կողմից։ Ասեք, որ անսովոր համեստ է, բայց շատ ազդեցիկ է եւ քարերի շարվածքի արանքներից դուրս պրծած մացառները ոնց որ շարունակեն մարդու ստեղծած աշխատանքը, այսինքն մարդը ստեղծել է ու մոռացել է, հետո եկել է բնությունը եւ շարունակել է այդ գործը ու այդ ամենը ոնց որ ստեղծում են մի վայրի էջ Շխմուրատի։ Ճիշտ է, տարածքը ինֆրաստրուկտուրայի առումով տենց աչքի չի ընկնում, բայց նստարան կա, որտեղ կարելի է նստել ու վայելել այս թվացյալ գեղեցկությունը։ Ինչու եմ ասում թվացյալ գեղեցկություն։ Տեսեք, կողքից ես նայում ենք, ասում ենք, 12-ից 13-րդ դարերի կառույց է, ինչ գեղեցիկ է, ինչ անթերի է, մենք ինքներս մեզ խաբում ենք։ Անթերի չի, այնքան էլ գեղեցիկ չի, բացատրեմ ինչի համար։ Տեսեք, մենք ծերանում ենք, մեր դեմքին հայտնվում են կնճիռներ, նա նույնպես ժամանակի ընթացքում ծերանում է։ Հիմա անցնենք ավելի ռեալ պարզաբանմանը, ցանկացած տարեց մարդու հարցրեք, ոնց է իրան զգում։ Չեմ ասում այդ հիվանդությունները, որոնք ժամանակի ընթացքում գալիս են եւ այլը եւ այլը։ Ես տեսքը նկատի ունեմ, չի համակերպվում, հասկանում եք այդ ծերության հետ։ Դրա համար դիմում է բազմաթիվ միջամտությունների, բժշկական, էսթետիկ, փորձում է ժամանակը կանգնեցնել, բայց ավաղ։ Ժամանակ։ Երանի կարողանանք այդ արագությունը ունենայինք ոնց որ դու։ Ահա եւ մեր գավիթը։ Միանգամից ասեմ, որ զգալու եք միջնադարի շունչն ու ոգին ու այդ ամենը տեսնելու եք խաչքարերի մեջ, քարերի մեջ, գրվածքների մեջ, զարդանախշերի մեջ, կամարների մեջ։ Մոս հարց քեզ կգտնվի որևէ օպերատոր կամ նկարիչ, ով ինձ հստակ կասի Շխմուրատի գույնը։ Դե ծանոթացանք գավիթի հետ, ընդհանուր վանական համալիրը ունի 4 կառույց՝ գավիթ, խորանիկ, զանգակատուն եւ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Բացի դա, տարածքում եղել են պարիսպներ, միաբանության բնակարաններ, բնակելի շենքեր, բայց ժամանակի ընթացքում խոնարհվել են կամ վերացել են։
Գիտեք ինձ ինչն ա գոհացնում, այս մաքուր վիճակը, նորը սինթեզված հնի հետ, այս էլ ա նոր, չգիտեմ որքանով ա սազում, դա կարող եք գրել հաղորդման YouTube-յան ալիքի մեկնաբանություններում, ես ուշով ընթերցում եմ դրանք և պատասխանում եմ շատ արագ։ Գիտեք, մի տեսակ նենց անսովոր լռություն կա, ու այս լռության մեջ այնքան պատմություններ կան, որոնք սերտ կապված են վանահայրերի հետ, մարդկանց հետ, շինարարների հետ, գյուղացիների հետ։ Այ այդ տպավորությունն է, ու ձեր մոտ էլ է նույնը լինելու, ես համոզված եմ, որ ժամանակը ոչ թե կանգ է առել, այլ հոսում է շատ դանդաղ։ Օրինակ բերեմ այդ մոմը, որ գնում եք եկեղեցուց ու վառում եք, ինքը հանդարտ վառվում է, չէ՞ այդ կրակը։ Այ նույն զգացողությունն է, որ ժամանակը այդտենց դանդաղ քայլում է։ Շատ դանդաղ։ Դե կուզեի ասել եթերից, որ շատ լավ վիճակում է եկեղեցին, բայց ինձ լավ գիտեք, ես չեմ սիրում եթերից ստել։ Խորանիկի հատվածը թերևս, բայց այս հատվածում պարբերաբար ցերեկային լույսը, որ սողոսկում է ներս, տեսեք բաց են այդ հատվածները, ու մեկը չի, երկուսը չի, բացի գմբեթը, 1, 2, 3, 4, 5, 6, այս հատվածը, որ արանքներ են մնացել ու շաղախ չկա, այդ համոզված են փուլ է գալու, ուղղակի ժամանակի խնդիր է։ Ներքևի մասը արդեն փուլ է եկել։ Այ երբ ուշադրություն եք դարձնում այս կամարներին եւ սյուներին, տենց տպավորություն է, որ պալատական ձեռագիր է, դղյակ է հիշեցնում, արքունական ինչ-որ սենյակ։ Իսկ դա խոսում է մեր արյան մասին, որ ունեցել ենք և ունենք լավ ձեռագիր ունեցող մասնագետներ, ովքեր քաղաքներ են շինել, այդ քաղաքներում բազմաթիվ կառույցներ, ձեռագիրը մերն է, բայց հետո գուցե և յուրացրել են։ Բայց այդ հայկականը, որ ոնց էլ ուզենաս ջնջես, կախարդական ռետինով, ես չգիտեմ ինչ-որ տենց ջրով բան, չի ստացվի։ Հայ ձեռագիրը մնում է հայ ձեռագիրը, վերջ, վերջակետ։ Ինչ կարող եմ ասել, կարող եմ ասել հետևյալը, երբ նայում ես այս քարերին, կիսաթեքված, մասամբ նաև օդում կախված, նմանեցնում եմ մարդու հավատին, ինչը փորձել են դարերի ընթացքում տապալեն, գողանան, բայց չի ստացվել։ Որովհետև այդ հասկանում եք ներսի լույսն է, իսկ հոգին կարողանում եք պատմել, երբևէ մտածել եք դրա մասին, չէ։ Նենց էլ այդ հավատն է, այս քարերի պես տոկուն է, համառ։ Հրաժեշտ տանք Շխմուրատին և շարժվենք դեպի Իջևան, որովհետև քաղցած ենք հոգնակիով, ոչ միայն ես, այլ նաև ստեղծագործական կազմը, գնացինք։ Դիլիջան Իջևան
գլխավոր մայրուղին է եւ Իջևան գինու գործարանի դեմ դիմաց գտնվում է Կարպետ ռեստորանը։ Ու Կարպետ ռեստորանը իր դռներն է բացել մեր ստեղծագործական կազմի դիմաց։ Տարածքը այնքան կանաչապատ է, որ դու քեզ զգում ես անտառում եւ բացի դեկորատիվ բուսատեսակները այստեղ կգտնեք նաեւ տարատեսակ մրգեր, այդ թվում արքայանարինջ։ Դե ծառից փոկածն ուրիշ է, էլի։ Ջան, ինձ կհարցնեք ինչպիսի տաղավարներ ունի Կարպետը, ասեմ, եւ բացօթյա, եւ փակօթյա, ձեր ցանկացած միջոցառում այստեղ շատ հանգիստ կարող եք անցկացնել։ Իդեպ պատշգամբում նույնպես կան տաղավարներ փոքր, մեծ եւ միջին։ Մենք ընտրել ենք միջինը։ Ահա եւ իմ չափաբաժին տաք համովությունը, որովհետեւ այս սեզոնին խաշը անհրաժեշտություն է։ Աղը Մոս, իսկ դու խաշի սեզոնի բացում արել ես, թե այսօր ես անելու։ Որպես բացում չէ այսօր։ Այսօր կանես, շատ լավ։ Կաթնախառը դեղնագույն, իսկական խաշի գույնն է։ Խաշը պատրաստ է սխտորի ընդունմանը։ Վայ։ Օպա։ Ոյ։ Կրկին խառնակչի դերում ենք ու իմ սիրած պրոցեսը, չոր լավաշի մյուզիկը։ Լսեք։ Ու ոչինչ որ չոր լավաշի կտորները այս կողմ, այն կողմ այդ ավելի է գեղեցկացնում սեղանը, թաց լավաշը պետք է փրվի, հետո կտորների բաժանվի, հետո պետք է ձեռքերով մտնենք այս խաշի մեջ։ Ահա եւ վերջ։ Օհո, մոս իմ արև քո արև անջատի տեսախցիկը վայելի, տես ինչքան գյուղական, այն տնական ոնց որ տատին սարքած լինի, այ այդ խաշնա։ Հետո կշարունակենք, հա։ Արդեն այնքան շոկ է, լավ տաքացանք։ Հիմա տեսեք, կլինեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա ուտել խաշ, այլ կուզեն, չգիտեմ, ուրիշ որևէ տաք ուտեստ։ Կարպետն առաջարկում է այլընտրանք։ Հարիսա, երկու տարբերակ ունենք, մեկը հավով եւ երկրորդը տավարի մսով։ Ու ոչ թե ցորեն է, այլ հաճար։ Չմոռանանք նաև մեր հաղորդման գործընկեր Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի համեղ եւ հյութալի թռչնամսով պատրաստված այս սառը խորտիկի մասին։ Մոս ես քիչ-քիչ, որպեսզի ճիշտ գնահատական տամ։ Ահա։ Եվ երկու իջևանյան տարբերակը։ Եթե նկատեցիք, գունային տարբերություն էլ կա, ցորեն, հաճար, հավ, տավար։ Հիմա տեսնենք, որը ինչ համի է։ Ցորենը լավ եփված է, հավը այնքան լավ է եփված, որ ինքն իրան երևի բսկտվել է։ Երկրորդ տարբերակը, այ լրիվ ուրիշ բան է։ Թվում է հարիսայոտ է, բայց լրիվ ուրիշ բան է։ Իսկ հիմա իմ հիթ շքերթը առաջին հորիզոնական, երկրորդ հորիզոնական։ Այս տարբերակում հավիկին հաղթեց տավարիկը։ Սիրելի հեռուստադիտող, մեր հեռուստաճամփորդությունը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Ես ուզում եմ, որպեսզի շատ կիսվեք մեր նյութերով, ամբողջական հաղորդումներով, սեղմեք հետևել կոճակը, սեղմեք լայք կոճակը, բարբերաբար կիսվեք մեր նյութերով, որպեսզի ամբողջ աշխարհը հասկանա ինչ հրաշք երկրում ենք ապրում մենք եւ այդ հրաշք երկրում ինչ հետաքրքրություններ եւ տուրիստական գրավչություններ կան։ Շատ շուտով կհանդիպենք։ Ցտեսություն։